Նորից ողջունում ենք ձեզ սիրելիներ, մաղթում ամենայն լավն ու բարին։ Այսօր տոնում ենք Սուրբ Ներսես Մեծի և Խատ եպիսկոպոսի հիշատակության օրը։ Ձեզ համար արդեն ընթերցել եմ Սուրբ Ներսես Մեծի վարքի առաջին մասը, հիմա պիտի ընթերցեմ երկրորդ մասը։ Կխնդրեմ, որպեսզի ուշադրությամբ և սիրով լսեք, քանզի սրբերի վարքագրությունները անցյալից հնչող դատարկ պատմություններ չեն։ Ուղղակի անցյալում մնացած ինչ-որ մոռացված պատմություններ չեն։ Մենք պիտի ապրենք այդ տոներով, որովհետև եկեղեցին կենդանի է, և երբ դուք լսում եք սրբերի վարքը, դուք լսում եք կենդանի մարդկանց վարքը։ Նրանք Աստծո ընտրյալներն են և ավելի ողջ են, քան մենք։ Դրա համար նրանց վարքը լսելով պիտի օրինակ վերցնենք նրանցից։ Պիտի մենք էլ ձգտենք պատվիրանապահության և մեր ամբողջ ուժերը կենտրոնացնենք Աստծուն գոհացնելու համար։ Մենք քրիստոնյաներս պիտի եկեղեցու կենդանի քարերը լինենք, ինչպես սրբերն են, բայց որպեսզի այդպիսին լինենք, պիտի սովորենք նրանցից, ովքեր մեզանից մի քանի գլուխ բարձր են, իսկ դրանք սրբերն են, ովքեր իրենց կյանքով ցույց տվեցին, թե ինչպես է պետք է տևել Տեր Հիսուս Քրիստոսին։ Եկեք շարունակենք ընթերցել վարքը։ Երբ Վաղեսը մեռավ ու նրա փոխարեն թագավորեց բարեպաշտ Թեոդոսը, իրեն գահակից Գրատիանոս և կրտսեր Վաղենտիանոս կայսերի հավանությամբ աքսուրավայրից վերադարձրեց բոլոր սուրբ հայրերին։ Նրանց թվում նաև Սուրբ Ներսեսին մեծ պատվով ու փառքով բերել տվեց թագավորանիստ քաղաք և Կոստանդնուպոլսում հոգեմարտ Մակեդոնի և ժամանակի այլ հերձվածների դեմ գոմարած հայրապետների ժողովում նրան նստեցրեց պատվավոր տեղում։ Մինչ Սուրբ Ներսեսը պատրաստվում էր վերադառնալ իր աթոռին, լսեց հայոց արշակարգայի վտարանդի լինելու, նրա դաժան մահվան և պարսիկների կողմից երկրի ավերման մասին։ Այդ պատճառով խնդրեց մեծն Թեոդոսին թագավորեցնել պապ արքայորդուն, որն այդ ժամանակ գտնվում էր Կոստանդնուպոլսում և հունած զորքով նրան ուղարկել Հայաստան, պարսիկներին երկրից քչելու համար։ Աստվածասեր կայսերն ամեն բան արեց Սուրբ Ներսեսի կամքով, և Սուրբ Հայրապետը պապի ու կայսեր բանակի հետ վերադարձավ իր երկիրը Հայաստան։ Այնժամ Պարսից արքան մի ստվար գունդ ուղարկեց և հայոց զորքը միաբանված կայսերական զորքի հետ դուրս եկավ պարսիկների դեմ։ Պատերազմից առաջ Սուրբ Ներսես Հայրապետն օրհնեց հայոց և հունած զորքին ու զորավարներին, խաչակնքեց զենքերի վրա և քաջալերեց բոլորին աներկյուղ մարտնչել Քրիստոսի խաչի թշնամիների դեմ։ Իսկ ինքը նպատ լեռան վրա ելնելով, ձեռքերը խաչանման վեր տարածած, աղոթում էր ու խնդրում Տիրոջից, որ խնայ իր ուխտին և սուրբ եկեղեցիներին, որ ստացել էր իր պատվական արյունով, իր ժողովրդին չմատնի անաստված հեթանոսների ձեռքը և երբեք հեթանոսները չասեն, թե ուր է նրանց Աստվածը։ Մինչ նա աղոթում էր, հայոց զորքի ճակատը կրակի նման գնում էր ընդդեմ Պարսից զորքի։ Պապ թագավորն անդադար թախանձում էր Սուրբ Ներսեսին ասելով. «Աղոթիր անդադար, աղաչիր Աստծուն, քանզի զորքերն իրար են բախվում»։ Եվ երբ շատ ձանձրացրեց, Ներսես եպիսկոպոսապետն ասաց պապ թագավորին. «Եթե քո սիրտը դարձնես դեպի Տերը, նա կգթա քեզ և աշխարհին։ Եթե քեզ մաքրես քո պիղծ գործերից, նա կընդունի քեզ և քեզ չի մատնի թշնամիներիդ ձեռքը։ Նա ամեն բան ստեղծեց ոչնչից և իր ափի մեջ է պահում ողջ տիեզերքն իր բնակիչներով, երկինքը չափում է թզով և բոլոր երկիրը իր քլով։ Նա լեռներն ու դաշտերը կշեռքին դրեց։ Նա ճանաչեց հոր իմաստությունը, նրան խորհրդակից եղավ և դատաստան է անում հոր հետ։ Այժմ էլ կշեռքին է դնում արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը։ Նա կշեռքը վեր պահած նայում է, թե որ կողմը կհակվի նժարը ըստ մեղքի ծանրության, ըստ այդմ էլ կդատի իր արարածներին։ Որովհետև նա գիտե իր արարածների գործերը և յուրաքանչյուրին կհատուցի ըստ իրենց գործերի։ Հիմա է նախատելու, հանդիմանելու և դատելու ժամանակը, և այս պահին ոչ թե մարդն է մարդու դեմ ճակատամարտում, այլ դատավորների դատավորն է վեր կացել երկիրը դատելու։ Արդ դատաստանի ժամն է, ով կհամարձակվի այս ժամին նրա առաջ բանալ իր բերանը։
Ով է որ գիտե Տիրոջ մտքերը եւ դեռ խրատ կտա նրան, որովհետեւ ամեն բան նրանից է, նրանում է եւ նրանով է։ Նրան փառք Հավիտյանս։ Եթե Տերը հատուցում է մեզ ըստ մեր գործերի, մենք չենք կարող դեմ գնալ նրա կամքին եւ նրանից որևէ բան խնդրել, այլ պետք է ասենք. Դու արդար ես այն ամենի մեջ, որ բերեցիր մեզ վրա, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները ուղիղ եւ բոլոր դատաստանները արդար։ Դու ըստ ամենայնի արդար արեցիր, այնինչ արեցիր եւ ինչ որ արեցիր, ճշմարտությամբ ու արդարությամբ արեցիր մեր մեղքերի պատճառով, որովհետեւ մենք մեղանչեցինք եւ անիրավություն գործեցինք, ապստամբեցինք քո դեմ, ամեն ինչում մեղանչեցինք, չլսեցինք ու չպահպանեցինք քո պատվիրանները եւ չարեցինք այնպես, ինչպես պատվիրեցիր մեզ։ Չարեցինք, որպեսզի բարիք ստանանք քեզնից։ Այն ամենը, ինչ բերեցիր մեզ վրա եւ այն ամենը, ինչ արեցիր մեր հանդեպ, արդար դատաստանով արեցիր, որովհետեւ քո դատաստանները բարի են։ Արդ մեզ իսպար մի լքիր հանուն քո անվան, փրկիր մեզ ըստ քո հրաշալի գործերի եւ փառք բեր քո անվանը, որպեսզի երբեք չամաչեն նրանք, ովքեր հուսացել են քեզ։ Թող ամաչեն նրանց բռնությունները, ոչնչանան նրանց զորությունները եւ ճանաչեն, որ դու ես միակ Տեր Աստվածը, որ փառավորված ես ամբողջ տիեզերքում։ Եվ ամեն բանում թող ամբողջովին կատարվի միայն քո կամքը, որովհետև հզոր ես, ամենակարող եւ ամեն բանում արդար, ու սիրում ես ողորմել նեղյալներին եւ վտանգի մեջ գտնվողներին։ Դու գիտես մեր օգտակարը, Տեր, եւ տալիս ես ինչպես որ կամենում ես։ Եվ եթե նեղությունները մեզ օգուտ են բերում, ապա հաճախակի դարձրու դրանք եւ շնորհիր մեզ։ Ինչպես որ Տիրոջ կամքն է, որ երկնքում է, թող այդպես կատարվի։ Եվ ինչ գավազանով էլ կամենաս խրատել մեզ, ահավասիկ ամեն ժամ քո ձեռքում ենք։ Քավիր Տեր քո ծառաների այս անօրինությունները, մեղքերն ու հանցանքները, քանզի ով է այն մարդը, որ հանցանք չի գործում կամ չի մեղանչում քո առաջ։ Ոչ ոք արդար չէ երկրի վրա, անգամ մեկը։ Դու ես միայն, որ առանց մեղքերի ես։ Միայն քոնն է արդարությունը, որ ոչնչից արարեցիր մեզ, կենդանություն տվեցիր, ցույց տվեցիր կյանքի եւ փրկության ճանապարհը ու հողեղեն արարածներից բանականություն եւ իմաստություն տվեցիր։ Դու դարձար մեր փրկանքը, որպեսզի մեզ անմահություն պարգևես եւ հիշիր քո սուրբ եկեղեցին, որ ստացար քո սուրբ արյունով։ Քեզ ընծայվածներին մի մատնի շների ձեռքը։ Հեռացրու քո սրտմտությունն ու բարկությունը քո ուխտից եւ փրկիր քո սուրբ եկեղեցին։ Այսպես նպատ լեռան վրա կանգնած Մովսես նախամարգարեի նման ձեռքերը վեր պահած անդադար առ Աստված աղոթքներ մատուցեց մինչև երեկո արեգակի մայր մտնելը, մինչև երկրորդ ամաղեկի պարտությունը, քանզի քրիստոնյաների զորքը ուժգին հարվածեց եւ ջախջախեց Պարսից զորքի ճակատը։ Պարսից գնդերը պարտություն կրեցին, փախուստի դիմեցին եւ ցրվեցին ու սփռվեցին դաշտերում ու ձորերում։ Հունած եւ հայոց զորքերը հետապնդեցին նրանց, կոտորեցին, իսկ մնացածներին հալածեցին հայոց սահմաններից։ Եվ երբ երկիրը խաղաղվեց, մեծն Ներսեսը հորդորեց Պապ Թագավորին եւ բոլոր իշխաններին անարատությամբ քայլել Տիրոջ օրենքներով եւ պատվիրաններով։ Սակայն Պապ Թագավորն ամենևին նրան չէր լսում, որովհետև Սուրբ Հայրապետը շարունակ հանդիմանում էր նրան իր չար գործերի ու մեղքերի համար։ Նա չէր կամենում սթափվել, ուղղության գալ եւ չէր կարողանում տանել հանդիմանողի մշտական նախատինքները։ Որոշեց դավ նյութել նրա դեմ, բայց քանի որ այս բանը չէր կարող հայտնապես անել, ձևացրեց, թե կամենում է ուղղվել եւ ցանկանում է, որ Աստծո քահանայապետն իրեն ապաշխարություն նշանակի։ Ապա նրան հրավիրեց իր ապարանքը, որը գտնվում էր Եկեղյաց գավառի Խախ ավանում։ Նրա համար ընթրիք պատրաստեց, ապա խնդրեց Աստծո մարդուն, որ բազմի արքունի գահին։ Ընթրիքի ժամին անապակ գինի մատուցեց Սուրբ Ներսեսին եւ ըմպելիքի մեջ մահվան դեղ խառնելով նրան առաջարկեց խմել։ Երբ Սուրբ Ներսեսը խմեց այդ բաժակից, իսկույն հասկացավ կատարվածը։
Ապա սկսեց խոսել ու ասել. Օրհնյալ է մեր Տեր Աստված, որ ինձ արժանացրեց խմելու այս բաժակից եւ մեռնելու Տիրոջ անվան համար, որին փափագում էի մանկուց։ Արդ ընդունում եմ այս փրկության բաժակը եւ կանչում Տիրոջ անունը, որպեսզի ես եւս արժանանամ հասնել եւ լույսի մեջ բաժնեկից լինել սուրբերի ժառանգությանը։ Բայց քեզ, ով թագավոր, արժան էր, որ որպես թագավոր ինձ սպանելու համար հայտնապես հրաման տայիր, ով պետք է արգելեր քեզ, կամ ով պետք է ձեռքդ բռներ ու ետ պահեր այդ գործից, որ կամենում էիր անել։ Բայց դու Տեր, որ հանգիստ ես պարգևում բոլոր հոգնածներին, ներիր սրանց այս գործը, որ արեցին իմ դեմ, եւ ընդունիր քո ծառայի հոգին։ Այս եւ նման այլ բաներ խոսելով վեր կացավ ու գնաց վանքի իր կացարանը։ Նրա հետ արքունական սենյակից դուրս եկան եւ գնացին նաեւ հայոց բոլոր մեծամեծ նախարարները, քահանաները եւ սուրբի սպասավորները, որոնց մեջ էր նաեւ նրա դպրապետ երանելի Մաշտոցը Սուրբ Մեսրոպը։ Երբ հասավ իր կացարանը, բարձրացրեց իր պարեգոտը եւ սրտի վրա ցույց տվեց մի նկանակի մեծությամբ կապտակված մի տեղ։ Նրան տարբեր դեղամիջոցներ էին ուզում տալ, որպեսզի փրկեն Սուրբին, սակայն նա ոչինչ չընդունեց։ Մերժեց ու ասաց. Ինձ համար մեծ բարիք եղավ, որ վիճակվեց մեռնել Քրիստոսի պատվիրանների ամուր պահպանության համար։ Արդարև դուք ինքներդ գիտեք, որ ամենքին հրապարակավ քարոզում էի ճշմարտությունը եւ ուղիղ ճանապարհը։ Ուստի եւ ցանկանում էի նաեւ հրապարակավ մեռնել, ինչպես որ եղավ։ Ինձ բարվոք վիճակ դուրս եկավ Աստծո ընտրյալների հետ, եւ իմ ժառանգությունը հաճելի է ինձ։ Օրհնում եմ Տիրոջը, որ ինձ հասցրեց ժառանգության այս վիճակին եւ մեծապես ուրախ եմ, որ շուտով բաժանվելու եմ եւ հեռանալու այս անօրեն ու ամբարիշտ աշխարհից։ Ուրիշ շատ բաներ էլ խոսեց։ Տվեց իր վերջին խրատները, իր հոտին իբրև կտակ թողեց իր հոգեշահ վարդապետությունը եւ աստվածային հայտնությունները։ Ամեն բանից առաջ բոլորին հորդորեց զգույշ լինել իրենց անձանց համար եւ պահել Տիրոջ պատվիրանները։ Ձեր ծառայակից Ներսեսին ասաց. այլևս չեք տեսնելու մարմնով, որովհետև ես գնում եմ իմ արարչի մոտ, որին փափագել եմ մանկուց։ Արդ իմ փոխարեն նա ինքը Տերը կհովվի ձեզ ու սուրբ եւ անարատ կպահի ճշմարիտ հավատի եւ բարի գործերի մեջ։ Իսկ ես մինչ մարմնի մեջ եմ, կպատմեմ այն տեսիլքը, որ տեսա անբնակ կղզում, երբ աքսորված էի։ Մինչև իմ մահվան օրը ես չկամեցա այն հայտնել որևէ մեկին, բայց այժմ Տերն ինքն է հրամայում այն պատմել ձեր օգտի համար։ Այնժամ երանելին սկսեց ըստ կարգի մարգարեաբար պատմել լինելիքը։ Հայտնեց Արշակունյաց տոհմից հայոց թագավորության վերացման, լուսավորչի տան քահանայական շարավղի անկման, անապատի պղծի ելնելու նետողների ազգի հարձակման, արևելքի թագավորության հզորանալու եւ իր երկրի ավերման, Սուրբ Երուսաղեմ քաղաքի նվաճման, Սուրբ Խաչապետի գերության եւ աշխարհի այլևայլ մեծամեծ փոփոխությունների մասին, որոնք պիտի կատարվեին մինչև նեռի գալուստը։ Խոսեց նաև աշխարհի վախճանի, ահեղ ատյանի եւ արդար դատաստանի մասին, որ պիտի լինի Քրիստոսի մյուս անգամ գալստյան ժամանակ, ինչպես նաև ըստ յուրաքանչյուրի գործերի արդարադատ հատուցման մասին։ Ինչպես գրում է Ճառընտիրը, այս ամենը լսում էր նրա աշակերտ Մեսրոպը, որ Մաշտոց անվանվեց, եւ իր մտքում պահում էր Սուրբի բոլոր ասածները։ Երբ Սուրբն ավարտեց իր խոսքը, սկսեց մոտ 2 ժամ գունդ արյուն դուրս գալ նրա բերանից։ Սրանից հետո նա վեր կացավ, ծնդրատրեց եւ խնդրեց Աստծուց թողություն շնորհել իրեն սպանողին։ Աղոթում էր եւ հիշատակում բոլորին, մերձավորներին եւ հեռավորներին, անարգներին եւ պատվականներին, նաեւ նրանց, որոնց բնավ չէր ճանաչում, որպեսզի բոլորը ողորմություն գտնեն Տիրոջից։ Ապա հաղորդվեց Տիրոջ ամենասուրբ մարմնի եւ արյան կենարար խորհրդին, ձեռքերն ու աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. Տեր Հիսուս,
ընդունիր իմ հոգին։ Եվ այս ասելով Աստծո ձեռքն ավանդեց իր հրաշալի հոգին։ Եկեղեցու պաշտոնյաները, հայոց Մուշեղ սպարապետը, հայր Մարդապետը եւ արքունական բանակի ամբողջ ազնվականների գունդը Խախ ավանից վերցրին Սուրբ Ներսեսի մարմինը, որտեղ կատարվել էր նրա սպանությունը, եւ տարան իր գյուղը Եկեղյաց գավառի Թիլ ավանը։ Սուրբին հուղարկավորում էին սաղմոսներով, օրհնություններով, վառ ջահերով, հանդիսավոր պաշտամունքով։ Բայց մինչ Սուրբի մարմինը դեռ չէին թաղել, եկավ Պապ Թագավորը, պատանեց Քրիստոսի վկայի մարմինը եւ թաղեց նրան մարտիրոսական դամբարանում։ Նա չքմեղ լինելով անգետ էր ձևանում, իբրև թե ինքը չի արել այդ չար գործը։ Կային անապատական երկու կրոնավորներ, որոնք ճգնում էին լեռներում։ Մեկի անունը Շաղիտա էր ազգության պասորի եւ բնակվում էր Արյուծ կոչվող լեռան վրա։ Իսկ մյուսի անունը Եփիփան, որ ազգության փույն էր եւ բնակվում էր մեծ լեռան վրա, Մեհյանների տեղում, որ կոչվում էր Անահիտի աթոռ։ Սրանք երկուսն էլ եղել են Սուրբ Դանիելի աշակերտները։ Արդ այն ժամին, երբ Սուրբ Ներսեսն ավանդեց իր հոգին, նրանցից յուրաքանչյուրն իր լեռան վրա ցերեկվա ժամին բաց աչքով տեսան լույսերի մեջ փայլատակող Սուրբ Ներսեսին ամպերի մեջ հափշտակվելիս։ Եվ ահա հրեշտակների գունդը նրան իր մեջ առնելով հրեղեն կարգով դեպի վեր երկինք տարավ։ Նրան ընթառաջ էին գալիս սուրբերի դասերը, մարգարեները, առաքյալները, վարդապետները, ճգնավորները եւ մարտիրոսները։ Անապատականները զարմացան այս տեսիլքից, սակայն Շաղիտան, որ մնում էր Արյուծ կոչված լեռան վրա եւ առավել փորձառու էր, հասկացավ, որ Սուրբ Ներսեսը մահվամբ երկինք փոխադրվեց, իսկ Եփիփանը կարծեց, թե Սուրբ Ներսեսը մարմնով երկինք հափշտակվեց։ Ապա երկուսն էլ իսկույն իջան իրենց լեռներից եւ արագ հասան մինչեւ Եկեղյաց գավառը։ Հարցուփորձով իմացան կատարվածը, եկան մինչեւ Թիլ ավանը եւ տեսան այն տեղը, ուր նա դրված էր։ Այնտեղ հանդիպելով միմյանց ամենքի առջև պատմեցին տեսիլքը եւ բոլոր լսողները փառավորեցին Աստծուն, ով փառավորեց իր հավատարիմ պաշտոնյային Սուրբ Ներսես հայրապետին։ Նրա մահից հետո բոլորը խոր տրտմության մեջ ընկան։ Յուրաքանչյուրն ասում էր. «Կորավ հայոց փառքը», որովհետև այս երկրից վերցրվեց Աստծո արդարը։ Իշխաններն ու նախարարներն էլ ասում էին. «Արդ կորավ մեր երկիրը, ինչու զուր հեղվեց արդարի արյունը։ Այսուհետև չենք կարող թշնամու դեմ գնալ կամ էլ մեկի դեմ նիզակ ուղղել, որովհետև գիտենք, որ Աստված մեզ բաց է թողել իր ձեռքից։ Մենք լքված ենք եւ չենք կարող գլուխներս վեր բարձրացնել։ Գիտենք, որ այսուհետև հաղթանակ չի լինելու հայոց երկրի թշնամիների դեմ, որովհետև մենք հաղթում ենք նրա աղոթքով, ով մեռավ։ Եվ հայոց բոլոր սահմաններում ծայրեծայր ազնվականներն ու շինականները թորգոմի տան բոլոր բնակիչները սգում էին նրա մահը։ Զանազան գավառներում եւ ավաններում Սուրբ Հայրապետը շինեց բազմաթիվ որբանոցներ, այրիների ապաստաններ եւ կուսանոցներ։ Ամենուր հիմնեց հիվանդանոցներ, նրանց համար սահմանեց ուտեստ ու դարման։ Իր հավատարիմ մարդկանց, որոնք ունեին Աստծո երկյուղը եւ սպասում էին Քրիստոսի գալստյանն ու հավիտենական դատաստանին, նշանակեց որպես տեսուչներ հիվանդների եւ աղքատների համար։ Նրա օրոք ոչ ոք չէր համարձակվում խլել մեկի կնոջը կամ թողնել իր կնոջը, որին առել էր հարցանիքի պսակով եւ օրհնությամբ։ Եթե հանկարծ մեկը մեռնում էր, ոչ ոք չէր համարձակվում եկեղեցու կանոնից դուրս անհուսության ողբալ մեռելի վրա, կոծ անել, սուք անել, ողբեր ասել մեռելի վրա, այլ պետք էր լոկ արտասուքով, պատշաճ սաղմոսներով եւ օրհնություններով, կանթեղներով եւ վառված մոմերով հուղարկավորել մեռելին։ Նրա հայրապետության տարիներին Հայաստանի բոլոր սահմաններում չէր կարելի տեսնել աղքատներին մուրալիս, որովհետև նրանց կացարաններում կար այն ամենը, ինչ պետք էր իրենց։ Հենց այնտեղ նրանք առանց կարիքի էին ու լիացած։ Եկեղեցիներում մեծապես պայծառացած էին պաշտամունքի կարգերը, ժողովրդի բազմությամբ մշտապես կատարվում էր սուրբ վկաների հիշատակները եւ առհասարակ պայծառացած էր վանական կարգը շեն ու անշեն բոլոր վայրերում։ Իր մեջ բնակվող Սուրբ Հոգու իմաստությամբ
Երանելի Ներսես հայոց հայրապետն իր կյանքի բոլոր օրերին ամենքին վարդապետում եւ խրատում էր ինչպես մի բազմագութ հայր։ Հոգևոր սիրով քաջալերում էր բոլորին, մեծամեծներին, պատվական անձանց, անարգներին, հարուստներին, աղքատներին, իշխաններին, շինականներին, ընդհանրապես բոլորին։ Եվ երկրի վերակացությունը ամենայն հոգատարությամբ, անխոճ եւ անձանձրույթ կատարեց մինչեւ իր կյանքի վերջը։ Նրա նման ուրիշ մեկը չեղավ հայոց աշխարհում։ Սուրբ Ներսեսը հայրապետության աթոռին նստեց շուրջ 20 տարի եւ ննջեց 50 տարեկան հասակում Տիրոջ 383 թվականին։ Մեր Սուրբ Ներսես հայրապետի այս աշխարհից փոխվելուց հետո նրա պատվական մարմինը թաղվեց Եկեղյաց գավառի Թիլավանի Երզնկայի մեծ եկեղեցում։ Որքան ժամանակ այդ եկեղեցին շեն էր, նրա գերեզմանը, որ պատվելի էր հավատացյալների կողմից, փայլում էր բժշկության նշաններով։ Մի քանի դար անց, երբ պատերազմ ծագեց Պարսից Խոսրով արքայի եւ հունած Հերակլ կայսեր միջև, հայոց երկրի շատ վայրեր ոտնակող եղան Պարսից զորքերի կողմից, իսկ կարճ ժամանակ անց նաեւ հագարացիների զորքի կողմից։ Քանզի Խոսրովի մահից 8 տարի անց նախքին Ամիրպետի քերորդի ոմն Աբրդահիմ Ամիրապետն իր 18000 զորքով ելավ հայոց աշխարհի վրա։ Երկրի բնակիչներից հարկեր հավաքեց եւ Տարոն գավառում կոտորեց քրիստոնյաների զորքերը։ Եվ նման օրինակով շրջեց վերին հայքում, Բասենում, Վիրքում, Ջավախքում, Վանդանդում եւ բազում ավերածություններից հետո վերադարձավ Տաճկաստան։ Եվ ահա այդ նույն արշավանքների ժամանակ Տիրոջ 632 թվականին քանդվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիմնած 3 մեծամեծ հին եկեղեցիները։ Տարոնի Աշտիշատի վանքի եկեղեցին, Սուրբ Հովանեսի Իննանկնյան վանքը, Սուրբ Մշոկ Կարապետը եւ Եկեղյաց գավառի Թիլավանի կաթողիկե եկեղեցին, ուր գտնվում էին Սուրբ Լուսավորչի որդիների եւ թոռների, այդ թվում եւ Սուրբ Ներսես մեծի տապանները։ Արդ այդ եկեղեցիների շինվածքների ավերումից եւ տաճարի սպասավորների կոտորվելուց հետո, որոնք մեկ առ մեկ ճանաչում էին սուրբերի գերեզմանները, ժամանակ անց անհայտացավ նաեւ Ներսես մեծի գերեզմանը, որովհետեւ տեղաբնակները միայն այն գիտեին, որ այդ տաճարում են եղել իրենց նախնի սուրբ հայրապետների գերեզմանները, որի պատճառով տաճարը կոչել էին Սուրբ հայրապետների եկեղեցի կամ Սուրբ հանգուցյալ եկեղեցի։ Անցան դարեր եւ եկան Կիլիկիայի հայոց Լևոն 3-րդ արքայի եւ հայոց Հակոբ Կլայեցի կաթողիկոսի ժամանակները եւ Տիրոջ 1272 թվականին Տերը կամեցավ, որ դրանք հայտնի լինեն ըստ հետեւյալ շարագրության։ Այդ շրջանում բովանդակ Եկեղյաց գավառի եւ Բայրաքաղաք Երզնկայի առաջնորդն էր Տեր Սարգիս arczepiskopos-ը, մի առաքինի եւ աստվածասեր այր, որը Հովանես Բարեսեր իշխանի գործակցությամբ կառուցեց բարեկարգ եկեղեցի։ Եկեղյաց գավառի Թիլավանի վանքի առաջնորդը Ներսես վարդապետն էր, որի առաջնորդությամբ կային շատ վանականներ։ Նրանցից մեկն էր Սրբակրոն պատվական սարկավակը, որը նշանակված էր վանքի եւ Սուրբ հայրապետների անվան եկեղեցու սպասավորության համար։ Իր հեզ եւ հանդարտ վարքով նա իրապես պատվի արժանի մի այր էր եւ Սուրբ Հոգու ընդունելության համար որպես ընտիրանոթ։ Արդ հունվարի 26-ին հինգշաբթի գիշերը պատվական սարկավակին մի տեսիլք երևաց։ Նա մի ծերունի տեսավ, որը քահանայակերպ ծիրանի էր հագել։ Փառավորապես նստած էր մի ջորու վրա, մտավ վանքից ներս եւ ասաց սարկավակին. «Եղբայր, ո՞րն է այստեղ Սուրբ հանգուցյալ եկեղեցին»։ Եվ սարկավակը բռնելով ջորու սանձից իջեցրեց ծերունուն եւ առաջնորդեց նրան մինչեւ այդ եկեղեցին։ Եվ երբ ծերունին ներս մտավ, ասաց. «Այստեղ է գտնվում Սուրբ Ներսեսի գերեզմանը», եւ ձեռքի գավազանով ցույց տվեց տեղը։ Նա հարվածեց գավազանով եւ այդ տեղում հրախառան լույս փայլատակեց։ Ապա պատվիրեց սարկավակին ասելով. «Այս տեղը, որ ցույց տվեցի, ստուգապես Սուրբ Ներսեսի գերեզմանն է, որում նրա ոսկորների սուրբ նշխարներն են։ Հայտնիր տեղապահ առաջնորդին եւ եկեք հանեք։ Դրանք խոր չեն թաղված, այլ ծածկված են քիչ հողով։ Այս 4-րդ անգամն է, որ ինձ ասում են գալ եւ ցույց տալ այս տեղը, սակայն ես պատճառ էի բռնում իմ ծերությունը, որի համար այս ջորին տվեցին ինձ, որպեսզի նա տանի ծերիս եւ գալով ցույց տվեցի»։ Երբ պատվական սարկավակը արթնացավ քնից, պատվեց զարմանքով, երկյուղով եւ հիացմամբ։ Եվ երբ այդ տեսիլքը պատմեց առաջնորդին ու վանքի եղբայրներին, նրանք ասացին. «Աղոթիր, որ տեսիլքը կրկնվի»։
Առաքինի սարկավակը հնազանդվելով նրանց աղոթեց եւ հաջորդ գիշերվա մեջ, երբ լուսանում էր ուրբաթը, ծիրանի հագած մի երիտասարդ տեսավ զինվորի կերպարանքով եւ հարցրեց նրան. «Հանեցիք Սուրբ Ներսեսի նշխարները»։ Սարկավակը պատասխանեց նրան եւ ասաց. «Ոչ, որովհետեւ ինձ չեն հավատում»։ Այնժամ նա իր ձեռքի մատանիով դրոշմեց այդ տեղի վրա եւ ասաց. «Այս է գերեզմանը, որում կան Սուրբ Ներսեսի նշխարները, իսկույն հանեք դրանք»։ Երբ սարկավակն արթնացավ եւ պատմեց տեսիլքը, եղբայրները դարձյալ դժվարանում էին հավատալ, որովհետեւ ասում էին, որ անհնար է գտնել Սուրբի գերեզմանը։ Հետևյալ գիշերվա մեջ դարձյալ երևաց նույն երիտասարդը եւ սարկավակին սաստելով ասաց. «Ինչու եք դանդաղում եւ չեք հանում Սուրբ Ներսեսի նշխարները»։ Նա արթնանալով պատմեց եղբայրներին եւ նրանք զարմացած ասացին. «Աղոթիր, որպեսզի տեսիլքը երևա եւս մեկ անգամ եւ այն ժամ կիմանանք, որ ճշմարիտ է»։ Հաջորդ գիշեր, երբ լուսանում էր միաշաբաթը, երևաց նույն երիտասարդը եւ ասաց. «Ինչու դուրս չեք բերում Սուրբ Ներսեսի փառավորյալ նշխարները։ Ահա 3 անգամ գալով ցույց տվեցի քեզ։ Եկել է Սուրբին հայտնելու ժամանակը, որ մինչ այսօր անհայտ է եւ ոտքի կողման մնաց, շատ ազգերի կողմից եւ իր ազգի կողմից ոտնահարման պատճառով։ Արդ շտապ դուրս բերեք, քանզի երբ ճնճղուկը ձեռքի մեջ է լինում, պետք է նրան զգուշությամբ պահել, իսկ եթե նա ազատվելով թռչի, դժվար կլինի բռնել»։ Երբ պատվական սարկավակը պատմեց այս վերջին տեսիլքը, այն արժանահավատ եղավ բոլորի համար եւ հասկացան առակավոր խոսքի իմաստը, թե Սուրբ Անձը, որի իբրև ճնճղուկ փրկվեց որսողի որոգայթից, մարմնի մեջ հրեշտակային վարքով զերծ մնաց չարի բոլոր խաբեություններից եւ այսքան ժամանակ մարդկանց անհայտ լինելով, այժմ հոժարում է իրեն հայտնել յուրայիններին։ Իսկ եթե յուրայիններն անփույթ գտնվեն իրեն գտնելու համար, ապա դարձյալ չի հայտնի իրեն եւ այնուհետեւ եթե անգամ կամենան, չեն կարող գտնել։ Բոլոր եղբայրները փառավորեցին Աստծուն այսպիսի անգին գանձի այցելության համար։ Ապա վանահայր Ներսես վարդապետն իսկույն գնաց Երզնկա քաղաքը, մեծապատիվ Տեր Սարգիս arczepiskopos-ի մոտ եւ պատմեց նրան տեսիլքի բոլոր հանգամանքները, ավետիս տալով նրան, թե Սուրբ Ներսեսի այսօրինակ երևմունքը մեծամեծ պարգևների եւ փրկության նշան է։ Այն ժամ arczepiskopos-ը լցված մեծ խնդությամբ գոհացավ Աստծուց եւ ասաց Ներսես վարդապետին. «Գնացեք եւ այս գիշեր եղբայրներով հսկման կարգ կատարեք, իսկ հաջորդ օրը կփորեք այդ տեղը, մինչեւ երևա գերեզմանը, եւ ինձ էլ լուր կտակ, որպեսզի գանք եւ հանենք հայաստանյաց ուրախարար գանձը»։ Եվանականներն արեցին ըստ arczepiskopos-ի հրամանի, քանզի գիշերվա հսկումից հետո հաջորդ օրը, որը փետրվար ամսվա առաջին օրն էր, փորեցին տեսիլքում նշված տեղը, մինչեւ որ երևաց Սուրբ Ներսեսի գերեզմանը։ Լուր տվեցին arczepiskopos-ին, սակայն մինչև նրա գալը վանքի բնակիչները վախենալով ամբողջի բազմությունից, թե միգուցե չկարողանան Սուրբին հանել հանդերձներով, շտապեցին գերեզմանից դուրս բերել Սուրբի նշխարները։ Նա կրածեպ քարից գերեզման ուներ 3 կանգուն երկարությամբ, ներքևի կողմից 1 կանգուն լայնություն, իսկ խորությունը մի մարդաչափ 4 աստիճաններով։ Եկան Երզնկայի աստվածապատիվ Տեր Սարգիս եպիսկոպոսը եւ նրա որդի Հովանես Բարեսեր իշխանը։ Նրանց հետ էին նաեւ եկեղեցու սպասավորները եւ քաղաքի պատվավոր անձինք։ Ինչպես ջուր փափագող մի ծարավ եղջերու, նրանց հետևից գալիս էր նաեւ մի բազմամբող ժողովուրդ, որպեսզի վկայեր, թե եկել է հայոց փրկության եւ ազատության ժամանակը։ Եվ երբ եկան, ընկնելով երկրպագեցին նրա գերեզմանին, հրեշտականման մարմնի օթարանին, սուրբ հարկին եւ լուսո գանձն իր մեջ պահողին։ Եպիսկոպոսը եկեղեցու սպասավորներին հրամայեց գերեզմանի մոտ բերել սուրբի նշխարները ի տեսամենքի։ Եվ երբ նա աստվածային հոգով տեսավ մեր Սուրբ Ներսես հայրապետի եւ հայոց երկրորդ լուսավորչի կենդանի նշխարները, արտասվեց եւ ողբալի ձայնով խոսեց Սուրբի իբրև կենդանու հետ ասելով. «Ով Սուրբդ Աստծո, ահա գթալուց ժամանակն է, որ ողորմես քո ընկած ու տարապած ազգին։ Բազում ալիքներից ծփում եւ քամուց քշվում է նաեւ եկեղեցին։ Ձեռք մեկնիր եւ օգնիր, բազմահմուտ եւ ամենագետնավավար։ Մոլորվել է Քրիստոսի հոտը եւ կարոտ է ստանալ կյանքի կերակուրը։ Գահավիժել է եւ ցրվել մատնվելով անխնա հոշոտող գայլերի ձեռքը։ Հիմա է այցելության եւ քաջ հովիտ գառներին գայլերից փրկելու ժամանակը։
Հիվանդացել է եկեղեցու մարմինը, չի գտնում հարազատ բժիշկ իր վերքերի համար եւ դեղ մահաբեր ցավերի համար։ Հիվանդ է ոչ թե մի մասը, որ կարողանայինք դարմանել, ոչ էլ մի տեղը, որ սպեղանի դնեինք, այլ հիվանդ է ամբողջովին։ Ցավակցաբար նայիր մեզ եւ խնդրիր մարդասեր բժշկից, որպեսզի խոնարհվի լսելու նեղյալներիս հեծությունն ու տառապանքների ձայնը։ Այս եւ նման մաղթանքներ էր հղում Սարգիս եպիսկոպոսը Սուրբ Նշխարների առջև։ Ապա հրաման տվեց ողջ բազմությանը քահանաներին եւ ժողովրդին սպասավորներից մեկի միջնորդությամբ խոստովանել նախնիների հանցանքները, թողություն խնդրել նրանց անհնազանդության համար, որի պատճառով պատահեցին այս բոլոր չարիքները, նաեւ ուխտել կենդանի նշխարների առաջ, չգնալ նույն չար ճանապարհով եւ չապստամբել աստվածային պատվիրանների դեմ։ Այն ժամ առաջ եկավ ընտրյալ վարդապետներից մեկը եւ սկսեց եկեղեցու ձայնակցությամբ եւ ողջ ազգի անունից ասել. Մեղանչեցինք, Հայր Սուրբ, մեր հոգիների վերակացու։ Մեղանչեցինք թե մենք, թե մեր հայրերը։ Անօրենություն եւ հանցանք գործեցինք։ Եթե ճաշակեինք քո քաղցր պատվիրանների պտուղը, ապա կարոտ չէինք մնալ լուսավորիչ հայրերի տեսչությանը։ Հիրավի մեզ պատեց տրտմության խավարը, որովհետև չհետևեցինք պատվիրանների լույսին։ Արդարապես աղքատացանք, որովհետև ոսկուց, արծաթից եւ բոլոր պատվական քարերից ավելի ցանկալի աստվածային օրենքները չգանձեցինք մեր հոգիներում։ Այդ պատճառով մեզ տիրեցին մահաբեր ցավերը, որովհետև չկերակրվեցինք Աստծո հոգեղեն եւ կենդանի խոսքով։ Մեզ տիրեց կսկեցուցիչ քաղցն ու ծարավը, որովհետև քաղցր հայրերից չընդունեցինք Աստծո բանի կերակուրը։ Մենք մոռացանք հոգևոր հորդ խաղաղության խրատը, դու էլ մեզ մոռացար, աչդ շնորհալի, շնորհաշատ եւ պարգևաշատ աչդ, որ Սիոնի մանուկների կաթնասուն դաստիարակը եւ սնուցիչն էր, հայոց զորքի հրեղեն պարիսպն էր եւ բարձրացնում էր հայաստանյաց թագավորների դրոշը։ Արդ հայր, հաշտվիր հայրենի գթությանդ միջնորդությամբ եւ ներիր հանցավոր որդիներիս մեղքերը։ Հայրը հարվածում է որդուն ցավ պատճառում, սակայն ինքը չի մնում առանց ցավի, այլ անհնազանդ որդուն գավազանով խրատելուց առավել ցավ է զգում ծնողական գութի պատճառով։ Կատարվեց մեզ վրա մարգարեական հոգով լի քո տեսիլքը եւ որպես մեր պատվիրանազանցության պատուհաս կրեցինք դառը ժամանակները։ Եվ արդ հայր, եթե այս տագնապալի տառապանքները հիշեցնես մարդասեր եւ գթառատ հորը, գիտեմ, որ գդաթարի նրա բարկությունը եւ կնայի քաղցրությամբ ու ողորմությամբ, որը հատուկ է իրեն։ Հայր, խնդրիր մեղավորներիս համար, որովհետեւ երկնավոր հայրը գիտի լսել բոլոր հայրերի մաղթանքները, որ իրենց անառակ որդիների համար են։ Նա պատվում է պատվական ալեհեր մազերը, որոնք երաշխավոր են մեղավոր որդիների համար։ Այս եւ նման պաղատանքի խոսքեր հիշատակվեցին այդ տեղում եւ ողջ ժողովրդի կողմից արտասվագոչ հառաչանքներով խոստումներ տրվեցին Սուրբ Ներսեսի կենդանի նշխարների առջև։ Ապա եպիսկոպոսը Սուրբ նշխարները պատեց սպիտակ եւ մաքուր կտավներով։ Եկեղեցում առանձին դրեց երկու արկղների մեջ եւ կնքեց իր մատանիով։ Երկու մեծ մասը տվեց եկեղեցուն ի համբույր եւ իտես ուխտավոր ժողովրդի, որ գալիս էին բոլոր կողմերից, եւ մնացածները պահվեցին զգուշությամբ։ Իսկ ինքը եպիսկոպոսը վերադարձավ քաղաք, սպասելով Աստծո տնօրինությանը։ Ուրախացավ հայոց ազգը, երբ երկրով մեկ տարածվեց այս լուրը։ Բոլոր տեղերից գալիս էին հավատացյալների բազմությունը երկրպագելու եւ տեսնելու Սուրբ Գերեզմանը։ Եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համարվում է լուսավորիչ հոգվոց հավատի լույսը տարածելու համար, Սահակ Պարթևը լուսավորիչ մտած հայ դպրության հիմնադրման եւ զարգացման համար, ապա Ներսես մեծ հայրապետը լուսավորիչ սրտից բարոյական եւ քրիստոնեական բարեկարգության նոր շրջանի սկզբնավորման համար։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Ներսես մեծ հայրապետի հիշատակը տոնում է Խադ եպիսկոպոսի հետ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։ Օրհնյալ է Սուրբ Ներսես մեծ հայրապետի հիշատակը։ Օրհնյալ է Խադ եպիսկոպոսի հիշատակը։ Թող որ սրբերի բարեխոսությամբ մեր թշվառացած ազգը ներում գտնի Աստծուց։ Օրհնյալ է բոլոր սրբերի հիշատակը։